Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում ազատ շփումն է։ Մենք երևի արդեն հասկացաք, ես տաղավարում այսօր ունեմ հյուր, իմ հյուրին ես շատ հարգում եւ սիրում եմ, վստահաբար ձեզանից շատերը ճանաչում են, ովքեր չեն ճանաչում, համոզված եմ, որ ձեզ նույնպես նա դուր կգա, քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, լրագրող, այս առանձին արձանագրելու բան է, որովհետեւ լրագրողները իմ մոտ վախենում են հյուր գան, չգիտեմ ինչի, առաջինն ես։ Բայց փորձել ես։ Մշտապես մեր մշտական հետևորդները կհաստատեն, եթե ոչ ամեն օր շաբաթ առնվազն 3 անգամ ասում եմ ձեզանից մեկը եկեք, բայց գիտես ինչն է հետաքրքիր։ Ես լրագրողների մեծ մասին համարում եմ շուշաթուղթ։ Իրանք մաշացնելու գործ են։ Կարան ռաշպիլ ընտրեն, խարտոցը, բայց ես ավելի մեղմ եմ վերաբերվում, որովհետև այն ինչ որ տեսնում ենք դաշտում, այս շատ բարդ իրավիճակներում, համ իրանք ասում են Հայաստանում այս վիճակից պիտի հանենք բան, իրանք քաղաքական տերերը, համ էլ այդ վիճակի մեջ պղտոր ջրերում ձուկ բռնելու վարպետ։ Ու ինձ ինչն է հետաքրքիր 1980 միտքս նախնական ձևակերպը, դու լինելով քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, լինելով Civic AM-ի, հիմա Seniors ոնց հասկացա։ Չէ, Civic AM-ն է ուղղակի էջ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պաշտոնական կայքի լրագրող քո հարցերը շատ ավելի սուր ու օբյեկտիվ են լինում վարչապետի, քան այնտեղ մնացածը։ Գիտես ո՞ն անային, ես չեմ ուզում գնահատական տամ մեր գործընկեր լրագրողներին, բայց դու կաշկանդվածություն ունես, ես որոշակի իմաստով այո, բայց հարցը գիտես ո՞ն է, որ ասում են ինչ հիբրիդային պատերազմ, ուր է հիբրիդային պատերազմ, բայց չեն նկատում, որ իրենք են կամ երևի չեն նկատում, որ իրենք են դառնում այդ հիբրիդային պատերազմի գործիք կոնե։ Այդ է խնդիրը, կարծում եմ մեր լրագրողների։ Այս նայրադն են, էլի, ասած տեսա այսօր Ալեն Սիմոնյանը ինչ էր հրապարակել։ Այսօր։ Ես որ գալիս էի աշխատանքի, այդ ժամանակ դեռ մի րոպե առաջ էր, այն հենց ասեցիր այդ հիբրիդային է, հիշեցի։ Ուրեմն հրապարակելա ներողություն, մի խոսքով են Ալիկ Ալեքսանյան։ Հա։ Բանա, ինչ որ գրառում արած լինում։ Երեկվա դեպքերիդ կապված, հա։ Չէ, երեկվա դեպքերին դեռ կանդրադառնանք։ Գրառում արած լինում, Նարեկը Կարապետյան մի հատ երեխայի հետ կանգնած, հա։ Ու լրագրողներին հանձնարարել է, որ ըս ինքնաբուխ մի հատ տեսարան է, այսի բան արեք, մի հատ որ լուսաբանեք լավ կլինի։ Մոտավորապես այս միտքը, էլի, ինչը որ երկխոսությունների ժամանակ լինում աշխատանքային երկխոսությունների։ Սրանք այդ նկարը դրել են, ֆակտորով էր ոնց որ, այդ նկարը դրել են, ու այդ վերնագիրն էլ դրել են կողնել Ալիկ Սարգսյան։ Լուրջ։ Աչես տեսա։ Չէ, շատ ընդալ է։ Բայց հասկանում ես ինչ կիքսեր են տալիս։ Այդքան փողի հետ այդքան դրել, այդ մի հատ վերնագրով պատմել են իրաց մասին։ Չէ, բայց իրանք հիբրիդային պատերազմի կապ չունեն։ Իրանք անգամ չեն հասկանում դա որն է։ Լավ են հասկանում են։ Չէ, իհարկե, բրիֆինգի ժամանակ անընդհատ վարչապետին հարցնում են, չէ, բանը։ Այն ամենասկզբում էդ էին հարցնում։ Որն է հիբրիդային պատերազմ, բայց որն է, բա ո՞նց է։ Դուք կարծում եք կա, ասա։ Ուր է հիբրիդային պատերազմ, ինչ է հիբրիդային պատերազմ։ Շանտաժ է անում քաղաքացիական պայմանագիրը, ինչ ոչ մի հիբրիդային պատերազմ։ Այդ գիտես ինչի նման է։ Ուրեմն ես Գիդո Մոպասյանը շատ է սիրել, շատ է ատել Էֆելյան աշտարակը։ Հա, որ տակն անստե ոչ չտեսնի։ Մտել գալիս տենում են մեջն է, ասում են բա չէ սիրում, ասում են միակ տեղն է, որտեղից ջերում է զզվելի հիմա իրանք հիբրիդայինի մեջ են, դրա համար չեն տեսնում։ Միգուցե։ Այդ հիբրիդայինով, բայց առանձին բլոգերներ են ոնց որ շատ ակտիվացել։ Իմ կարծիքով սեզոնն է, մի քանի ամիսը փող աշխատելու սեզոն է այդ իմաստով, բայց գիտես որն է, որ հիմա դա ժամանակավոր է, բայց Հայաստանում ես վերջին 5 տարիների ընթացքում մենք բարբերաբար տեսնում ենք, որ այդ ժամանակավորը այնքան էլ ժամանակավոր չի, որովհետև ընտրություններն ավարտվում են, հետընտրական մի հատ process են սկսում, հետընտրական process-ը ավարտվում է, ուրիշ դերակատար են բերում այդ դերակատարը պստում է տենել մարդ չկա քաղաքական դաշտում տեյդեներին են առաջ բերում ու տենց անընդհատ մեր գործընկերներն էլ օգտվում են լավ են անում մի կողմից էլ որովհետև ինչ վատ է որ գնել օրինակ Հայաստանում տնտեսական ակտիվություն է պահպանվում դրա հաշվին նաև փողան ասում են ներդրումից չկա օտարերկրյա բա ոնց բայց օտարերկրյա ներդրում չի ունենում հետևորդների ու դիտորդների նյարդերի հաշվին այո այդ առումով մեր քաղաքացիները վնասները կրում են բայց պետք է իմանան նաև որ իրենք նպաստում են մեր տնտեսական աճին, իրենց ներվերով դիմանալով։ Պահպանելի ներկայացուցիչները նաև դրան իրենք ներառում են։ Օտարերկրյա ներդրում այն տարբերություն։ Օտարերկրյա փողը բերել են, մարդկանց ֆինանսավորում են,
Ինչ պատահ։ Օտարերկար ներդրում, բայց գիտես, ուրեմն սրանք բանը հիմնական տարածքները սա զավթել են արդեն։ Դες տարածքների փողել են տալիս։ Հա, բայց թղթով չի երևում։ Ոչինչ, մեկ այն հնայի վրա ազդում։ Մեր կոտ վերահսկող ուղարկենք։ Հա, բայց հնայի վրա ազդում է տակի։ Հա։ Բա փողը տալիս են այդ գույքի սեփականատիրոջը, գույքի սեփականատիրը ինչ ամ, գույքի սեփականատիրը ինչ ամ, տարում է գնողունակ ավելի, չէ՞, ինքը սկսում է այդ փողը ծախսել Հայաստանի ներսում, հնայի վրա բան ազդում է։ Այս ապրիորի ձևով թոշակի բարձրացմանը Իհարկե, օրապաստում։ Այնա կասեն մենք բարձրացեցինք։ հուշում ենք։ Մեր տված Մեկ-մեկնես խառն խոսում չես հասկանում, գնացել են երկու հատ գեներալ են ջարել բերել, երևի ինտեղի հասարակական կազմակերպություն, ասենք մեկը երևի Հայաստանի վետերանների Չէ, նայ, մասնավոր այնտեղ Հայաստանի պես չի, որ մենակ պետական ստրուկտուրաներում են։ Կան ամերիկյան, չէ՞։ Իհարկե։ Մասնավոր ռազմական ընկերություններ կան, զենքի արտադրման ընկերություններ կան, պետական չեն դրանք, դες մասնավոր ընկերություններ, որ փողի մունատ էլի։ Կգանք ինչ պետք է դեռ կնկարվենք։ Պետք է վերջ մեկ կերենք շնորհավոր ամանոր եւ շուտ ծնունդ։ Այդ կարգին հաղորդման բանի ասացի։ Ոնց կգնահատես Ալենի երեկվա, Ալեն Սիմոնյանի հետ կատարվածը երեք։ Ես կարծում եմ, որ այդ սադրանքները ես բնական է որ ավելանալու են ու անպարբերական բնույթ են կրելու միջև ընտրություններ։ Մի կողմից պետք է նյարդերը ձգել ու ամեն պատահած բանի մեջ չմտնել, պոլեմիկայի մեջ չմտնել այդ մարդկանց հետ, բայց մյուս կողմից էլ գիտես, օրինակ ես որ նայում եմ, ես կարող ավելի լուրջ արձագանք տալ, որովհետև նայ գալիս են այդ ինստիտուտի նկատմամբ հարգանքը չկա։ Լավ, Ալեն Սիմոնյանին չես հարգում, օքեյ, մի հարգի, քո պրոբլեմն է, բայց դու ինստիտուտը նաև չես հարգում, որովհետև գալիս ես դույով, խոսալով, շատ խուլիգանական պահվածքով փողոցում, ընդ որում Ալեն Սիմոնյանի աշխատավայրը չէր, որ ասես ինքը պարտավոր է որպես ազգային ժողովի նախագահին ընդունել, չգիտեմ ինչ, բայց դու գնացել ես փողոցում, մոտեցել ես դույով, խոսալով, շատ տգեղ, շատ խուլիգանական պահվածքով, արայով ես դիմում, հետո որ պատասխան ես տանում նույն արայով, հայոյանք ես ինչ ես տում։ Հետո այնտեղ ես նկատեցի, որ իր ընկերներից թե ով էր, ներկաներից մեկը հետո լրագրողին հարցազրույց է տալիս, ասում են ինչպես տեղի ունեցավ, ասում է դե եկավ արայով դիմեց մեր մի կան, բայց արան ինչ դիմել ա եւ ասում է բոլորը արայով դիմել են, վիրավորանք չի եղել, ոչ մի վիրավորական բան չի եղել, ընդեղից Ալեն Սիմոնյանը վիրավորեց, ասեց արան դու ես, կամ արան պապատա։ Ասենք եթե արան վիրավորական չի Ոնց եղավ որ Ալեն Սիմոնյանը թե ասեց արդեն վիրավորական է, դի հայո էր։ Ու այդ միկան հայոյում է Ալեն Սիմոնյանին։ Ու դա իր վիդեոյի մեջ կա, էլի ուղիղ եթերում էր ամեն ինչ ընթանում։ Ուզում եմ ասել, որ այդ լկտի պահվածքը, ասենք անընդունելու է ու այդ մարդիկ մեր չգիտեմ, զսպվածությունը, մեր դասերակցությունը խառնում են, մեր բարեկրթությունը խառնում են թուլության հետ։ Ու երբեմն պետք է պատասխան ստանան, որ սկսել են վերընկնել տեղերը։ Այն որ վիդեոն կտրել էի այլ բանի մասին էր, բայց այնպես ակնարկում էի դա, որ Տիգրան Աբինյանը ասում է շատ եք լոճվել, պետք է նեղացնենք։ Շատ են լոճվել ու երբեմն պետք է նեղացնել, որ հասկանան, որ ժողովուրդ ջան չի կարելի, հասկացանք մենք զսպվածություն, բարեկրթություն, դասերակցություն, պաշտոնի բերումով զսպվածություն, բայց չի կարելի, չափ կա։ Տես Վովա ջան, մի քանի օր առաջ մետրոյում տեղի ունեցածը Նիկոլ Փաշինյանի հետ ու իր հունից դուրս գալը, իմիջիայլոց ես շատ բացասական եմ վերաբերվել դրան, հաղորդման ժամանակ էլ իմ հեռուստադիտողների մեծամասնությունը կամ մի հատվածը համաձայն չի եղել ինձ հետ։ Այո, բնական է։ Բայց ես չէի կարող այդտեղ օբյեկտիվ գնահատական չտալ եւ շատ դրական եմ վերաբերվում, որ վարչապետը ներողություն ասեց, այսինքն ինքն էլ գիտակցելով իր կարգավիճակը, հասկանում եք։ Բացի կարգավիճակը, վարչապետը նաև նկատենք, որ հաջորդ օրը 5-շաբթի օրը 3 տեղի ունեցած կառավարության ճեպազրույցների ժամանակ լրագրողների հետ հարցի ու պատասխանի ժամանակ երբ հարցեր ինչում որ դուք ասում եք փախած օրինակ Ղարաբաղի բնակիչներին, հստակեցրեց, որ ինքը Ղարաբաղցիների ու սովորական քաղաքացիների մասին չի ասում փախած, որովհետև այդ մարդիկ եղել են պատանդը այս ամբողջ պատմության մեջ պատանդի կարգավիճակում են եղել, ավարտում եմ ու այդ փախած բնորոշումը ռազմաքաղաքական էլիտայի մասին է եղել, որը այդպես նորություն չի։ Ես ինչի մասին էի ասում, նախ ես կոչ էի անում, որ հնարավորինս զսպվածություն ցուցաբերեմ, որովհետև հեսա մի ամիս ընտրարշավն է, քարոզարշավն է ու բնական է,
որ հələ դա պատահական միջադեպ էր ի տարբերություն Ալեն Սիմոնյանի հետ տեղի ունեցածի, բայց այնուամենայնիվ իրանք հաշվարկելու են այդ թույլ տեղերը, որտեղ են կարողանում նյարդայնացնեն, հա, որտեղ ես դու ցայտնոտի մեջ ընկնում ու անթիվ անհամար բաներն անելու, այսինքն բուն քարոզարշավի գաղափարախոսությունը տեղ հասնելու հարազատներին, անետ կորածներին հարազատներին, զոհերի հարազատներին ամեն ինչ դարձնելու են մանետիզացնելու են այդ մարդիկ միանշանակ ու դարձնելու են քաղաքական շարժման առարկա վստահաբար։ Մենք պետք է դրան պատրաստ լինենք, այո։ Հիմա sense ասեմ, նախ դու գյումրեցի ես։ Այո։ Գյումրիում ավականու անդամի տեխնացություն էր, չէ՞ դրել։ Չէ, այս անգամ արդեն չի, առաջին անգամ ավականու անդամ էի, այս անգամ չի առաջադրվել։ Չէր առաջադրվել, բայց կոնկրետ այդ օրերին Գյումրիում էի ապրում։ Այո, այո։ Հիմա ես կուզեմ մի երկու բառ ինչ կա Գյումրիում, էլի, ասենք աշխատանքները արվում են թե Վարդան Ղուկասյանը որ դե այնպես չէ որ Վարդան Ղուկասյանը լիներ ավելի լավ էր արվելու ամեն ինչ, իրա լինել չլինելը կարծում եմ էական ազդեցություն չի ունենում, որովհետև համայնքը հիմա կառավարվում է իր փեսայի կողմից, տեղան ժամանակավոր պաշտոնակատար, այդ պարտականությունների կատարող է ու ավագանին դե, ավագանին էլ մեծամասնություն իրենք ունեն գումարային, բայց գիտես ինչ սյուր իրավիճակ ունենք այնտեղ, որ հիմա այնտեղ 5 խմբակցություն կա, քաղաքացիական պայմանագիրի 11 անդամ ունի եւ մնացած 33-ից մնացած մանդատները ընդդիմությանն է, այսինքն արդեն իշխանության են դեպքում, բայց 4 տարբեր խմբակցություններ են Մարտուն Գրիգորյանի, Ռուբեն Մխիթարյանի, Կարեն Սիմոնյանի եւ Վարդան Ղուկասյանի խմբակցություններն են տարբեր անուններով, անունները չեն հիշում, Հորինովի տենց ինչ-որ կուսակցություններ են, մեկը կոմունիստ է, մեկը մեր քաղաքն է, մեկը արդեն չեմ հիշում։ Այդ խմբակցություններն են, որոնք ասում են մենք ընտրել ենք Վարդան Ղուկասյանին, բայց մենք պատասխանատվություն չենք կրում քաղաքի կառավարման հետ կապված։ Սկսում են քննադատել, որ այ գիտեք այս փոսը, այ գիտեք, ձեր նշանակած, ձեր ընտրած քաղաքապետն է ու ավականին ու քաղաքապետն միանյակ չի կառավարում, որովհետև ավականու որոշումներով պետք է կառավարվի, չէ՞։ Եթե դուք բավարար քվեջ տակ այդ ամեն հարցը չքվեարկեք, չի կարող կառավարել։ Դուք ամեն հարցը քվեարկում եք, այդ մարդուն համարյա ռուսերեն ասված կներկայացում պարախոդ եք տվել ամեն առումով, ու ասում եք, գիտեք, մենք կապ չունենք։ Մենք ընտրում ենք, բայց պատասխանատվություն չենք վերցնում։ Դաշնակներն են տես բացում, Հայաստան դեմը լալով կողմ։ Բացի եթե որ ասես Քոչարյանը սես բան ասում, ասել ասում մենք ինչ կապ ունենք։ Մենք կապ չունենք, ասում ես եմ ասել, չէ, ասում են թալան, չէ՞ որ ասում են թալան չի եք, թալանել եք 220 միլիոն դոլար ըստ ատախազության եւ այլն, ասում են բանը։ Ու հիմա դաշնակցական ցույց տվեք որ ի՞նչ դաշնակցության մեծ ցույց տվեք մի հատ պաշտոնյա որ չնայած հիմա արդեն դաշնակցական էլ կա իդեպ այն կրթության նախարարը կրթության նախարարը ասենք ուզում եք գնանք մի հատ Ապոնիկոյքով անցնում է տեսեք որ մարզերում եղել են դաշնակցական մարզեր ասենք եթե չեմ սխալվում են Խաչատրյանը եղել է չէ Շիրակում է եղել մեր մարզում մարզպետ է եղել չէ մարդիկ այնքան սիրուն բաներ են պատմում նու սիրուն ճակերտների մեջ էլի դասական գողությունների մասին, բայց դրանք դե իհարկե պատմությունների տեսքով ինչ չնայած եթե չարել են կարող են գնալ մի երկու բան էլ նկարել։ Միգուցե։ Ինչ ա եղել որ։ Լավ, Գյումրի թեմաները ինձ ինչով էր հետաքրքիր, նաև դու շատ ակտիվ քննադատողներից էր ուղիղ конкрет Мартун Գրիգորյանին։ Հա, այդ կոմոդետի ինչ որ լիչնի неприязни էր ոնց որ վերածվել էր։ Ու հիմա Մարտուն Գրիգորյանը աչքովս ընկավ իկրել է այս ոդկաստ սկսում։ Հա։ Թե ինչ որ ֆորմատ ա, չգիտեմ, տեսնում խոսում ա, բան, հա։ Ու ասում է ժողովուրդ ջան, եկեք չընկնենք այդ քաղաքական շոուների մեջ։ Ու չգիտեմ ինչ, եկեք քաղաքականություն չքաղաքականացնենք։ Հա, եկեք այդ սա դնենք մի կողմ։ Ոչինչ որ ես ստիպված եղա էլի Ղուկասյանին ձեներս տամ, Վարդանին, բայց մի հո չենք գնալու դրա հետևից։ Հիմա նոյան տապալակտան Քոչարյանին տաբի։ Գնանք Ծառուկյանին դեռևս։ Հա, չէ, հիմա նայ։ Տապանը Ծառուկյանին է, հետո է Քոչարյանին է։ Հա, բայց ում վերջում ձայներում է հասնելու։ Գարաժի տնօրենը Քոչարյանն է։ Չէ, գարաժի տնօրենը Տապանը։ Հա, միգուցե։ Ու ասածից ինչ է, Մարտուն Գրիգորյանը, եթե չգիտես ասեմ, որովհետև կարող է ինքը տես։ Եղել է ԲՀԿ-ի падգամավոր ժամանակին։ Հետո տեսա որ ԲՀԿ-ում տենց շանսեր չկան թե աշխուժություն չի նկատվում։ Գնաց ՀՀԿ-ով տարավ падգամավոր։ Հիմա ՀՀԿ-ից падգամավորը տեսա որ հիմա ՀՀԿ-ը ոնց որ չի առաջադրվում։ Նո ամենայն դեպս ուղիղ չի առաջադրվում ոնց որ թե։ Հա, ոնց որ թե ՀՀԿ-ն հենց բուն իր տեսքով, իր ֆորմատով չի առաջադրվում ու չի ուզում ինքը կապվի Թաթոյանի, գնա Թաթոյանի ցուցակ ասեն, բայց չհասկացա ՀՀԿ-ական է, սա եկել էսվել են Թաթոյանի մոտ։ Հիմա բան անում է։ Հետա գալիս ԲՀԿ
Այսինքն sense որ պահին, որը այտենց ակտիվ է, գալիս է հիմա Նոյան Տապանը ահել է ու Նոյան Տապանով առաջ է դվել, որպես վերջում Նոյան Տապանը ինչ անելու այդ իր ցայները։ Իտալիա կոչերեն Հիմա գիտես բանը որն է որ հիմա իրանք ասում են ինչ քոչարան այդ վախում մարդկանց վախի վրա են բանանում ուզում են քոչանով վախեցնել հերթական անգամ քոչանով վախեցնելով իշխանությունը ուզում է վերարտադրվել բայց կներեք էլի Գյումրիում էլ էինք ասում որ տանելու եք ցայները տակ Վարդան Ղուկասյանին ասում են ես ինչ են խոսում ԿՊ-ն ուզում է Վարդան Ղուկասյանով վախեցնելով ընտրվել ժողովուրդ ջան թույլ չեն տալու Մարդուն ավելի առաջ էր գնում ասում էր ԿՊ-ն է ուզում Վարդան Ղուկասյանին կպնի ես թույլ չեմ տալու բան գալու եմ պահեմ քաղաքը ժողովուրդ ջան չեմ թույլատելու քաղաքը տանեն հետո զանգեցին ասին տղա ջան խելո կգնաս կընտրես Վարդան Ղուկասյանին երկու օր տենց տվայտանքների մեջ ընկավ գնաց ընտրեց Վարդան Ղուկասյանին ինքը տվայտանքների մեջ չի ինք հենց դեմից ասել է ես նաչալնիկ բայց Այդ դժվար է եղել անելը։ Դե ամեն դեպքում հա, հասկանալի է մարդու համար ես մարդկայինորեն մի քանի օր կորել էր առանց։ Հա, ես մարդկայինորեն իրան հասկանում եմ, լրիվ հասկանում եմ, շատ դժվար է, բայց մի մտի ինգեր ու մեն բանի, այդ դու գիտես որ վերջում այդ ռասկլադը կներեք, հնարավոր տարբերակ է։ Մի մտի եթե պատրաստ չես, եթե դու անցնում ես այդ սահմանը, էլի որ ասում ես պատրաստ եմ, ամեն դրան եմ պատրաստ։ Ումեն հետո մի արի նորից Հիմա Նոյան Տապանով ես գնալու Քոչանին պիտի շկատնես։ Ասես ժողովուրդ ջան։ Այսինքն ինքդ քեզ համար սկի կարմիր գծեր չես գծել ու մնաս թե միանշանակ ակնհայտ է, չէ։ Դու գիտես որ այդ տարբերակը հնարավոր է։ Կարող եք այդ իրավիճակը, որ ստիպած լինես Վարդան։ Դու ընտրություն անելու որ զանգեն ասեմ տեղ ընտրվի Վարդան Ղուկասյանը, պիտի քվյարկես, ստիպած գնաս անես։ Մի մտի գիտես որ բայց եթե դու այնի այսինքն այդ առաջադրվել այդ հայտը ավելի գերակա է դարձնում քան մյուս կարմիր գիծը, ում դու քո խնդրեմն է։ Գանք էս ավտոբուսների համընկումներին քաղաքացիական պայմանագրի եւ բանի ձևիցների, բայց գիտես ուժեղը որն է, որ մարիխուանան հայտնաբերում են իրանց ավտոբուսում, բայց ուրախա ձեր ավտոբուսը։ Մենք կարողանում ենք օյալ վիճակում ուրախանանք, դեպրեսվենք։ Սրտից է գալիս որովհետև արհեստական միջամտության առաջ հա, պես հա։ Բայց միայն մարիխուանան չեն գտնում, վարորդները խմած են։ Հա։ Ես ուրեմն մի հատ նոր աշխովս ընկավ, այդ Նարեկ Կարապետյանից էջերից մեկում ինչ որ բան եմ թողել, մեկնաբանություն եմ թողել։ Դե գիտես, ինչ շատ են բնորոշում ալկաշ։ Հա։ Ես չգիտեմ քի։ Երևի եթերով պիվա ես խմել, տենց մի անգամ։ Եթերով նկատի ունեմ քո Facebook-յան էջ եթերով։ Չէ, ես պիվա խմում եմ, ասենք տեսել եմ պիվա խմել, մտածել եմ բանա, դրա մանենաս։ Բայց ալկաշեն ասում եմ մի մարդու ով մեծ հաշվով խմելու հետ առնչություն շատ չունի, էլի ասենք։ Ուրեմն այդ Կարապետյանից էջի տակ միտեղ բան եմ գրել, մտի հայ ալկաշ, ասում եմ ձեր շոֆերի տանեն խմած պլաշակ կա, ձեր միջից մարիխուանան անեն ալկաշի ես լինեմ Բայց դու ալկաշը լավ է, վերջի շրջանում արդեն էլ սպիդ է, բան է, անգամ մարդիկ կան Այն դոգի հետևորդներից բանս տարածված է, էլի, այդ Նարեկի նույն կենտրոնից Մարդիկա զարմանում են խի հիմա չեմ մեռել ես էլ հասկանում ես, որովհետև իրաց ներկայացել որ այսօր եկուցակ Նույն խոսույթը, նույն կենտրոնից Պախարակելու խոսույթն է Նույն ծերագիրն է Բայց այդ քանի որ մեր ծևից դեմոնիզացիայի վրա է, KGB-ն է Աժեզրկելու, մարդուն պախարակելու, բայց քանի որ ծևիցներին անդրադարձանք, պետք ուզում էլի խորանանք իրանք ինչ են ասում։ Եթե մի րոպեում մի հատ սկիզբ անոնս արա, գնանք ընդմիջման վերադառնանք։ Դե հիմա ընդմիջումից հետո կանադառնանք ծևիցներին։ Հա։ Հա։ Դե գնանք կարճ դաթարի, մյուս հատվածը մի րոպե ավել կձայնագրվենք։ Կարճ դաթար մեր եթերում։ Վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ, դու ուզում ես անդրադառնալ խարխի ձևովի։ Բայց դու ասացիր որ չէ, դες գեներալներ են բերում, տարբեր ինչ-որ փորձեր են անում ներկայանալ, բայց գիտես ինչի համար են դա անում։ Հա, որ ցույց տան իքբեր իրանք էլ արևմուտքի հետ կապեր ունեն։ Ապրես, որ չէ, որ թե արևմուտքի հետ կապ, որ Ռուսաստանի հետ կապ չունեն։ Դա է իրանց հիմա։ Հա, ճիշտ է, անգամ էս բանի տրիպի ուղու վրա Ռուսաստանին չեն ասում։ Չէ, Չինաստանին։ Չինաստանին, Իրանը մոռացան։ Հնդկաստանին էլ կարելի է։ Ռուսաստանն էլ ինչու ոչ, եթե ուզի, խնդիր չկա։ Մենք չենք բերժի։ Հա, բայց նայ,
իսրայելցի գեներալ են բերում, որը արևմտյանը տենց ամերիկական տենց բաներ ա, չէ։ Հիմա Հայաստանում է դա վաճառվում մի խոսքով։ Որովհետև Իսրայելը լավ օրինակ է, չէ, հաճախ այդ իմաստով, որ հակաօթային պաշտպանությունն է լավը, Ամերիկայի դաշնակիցն է, արևմտյան մոդել է, արևմուտքից գեներալ են բերում։ Արևմուտքից բերում են փաստաբան քաղաքական գործիչ, այն Ամստերդամը որ կա։ Դու տեսնես դրան հեշտ փաստաբանություն անելով։ Միայն քաղաքական հայտարարություններ անում։ Այդ մարդուն ընդ որում քաղաքական հայտարարություններն էլ անմշտ անմակարդակ ձևի, ես մի երկու անգամ շատ եմ դուրս եկել։ Ավելի լկտի ձևով, քան օրինակ Նարեկ Կարապետյան։ Ասենք, ես այդ օրինակը շատ եմ բերել, ես մի հատ ընկեր ունեի, էլի ունեմ փառք Աստծո այդ ընկերոջս, մի 25 տարի առաջ Քոչարյան Ռոբերտի ժամանակ արտասահմանում ենք, զրուցում ենք, ես որպես քաղաքացի ատելով ատել եմ այդ մարդուն, հասկանում։ Ու մի հատ լատիշի ներկայությամբ ինքը Քոչարյանի մասին վատ բան ասեց։ Ես դեմ եմ տվել պատին, որ խեղդում եմ, ասում արկած մյուս անգամ լսել եմ դες բան, իմ ձեռս չես բրցել։ Էնի, էսի լատիշա, օտարի մոտ կանգնել ես Քոչարյան ես փնում։ Էսի երբ որ ֆակտայից իր մոտ տպավորություն եղավ, որ ես պաշտպանում Քոչարյանին։ Հետո առանձին կլինեն, կամ մենք հայերով կլինենք, կամ դու Հայաստանում կլինես, ինչ ուզում ես ասա։ Այո, իհարկե։ Իսկ սրանք ինչ կաշկանդվածություն չունեն, ստեղից հասնում են մանետը Նյու Յորք։ Նստում են ասում են էթնիկ զտման մեղավորը Հայաստանի Հանրապետություն։ Թակեր Կարլսոն են բերում ամերիկացի, որ ավելի շատ ռուս է երևի, քան լիքը ռուսներ, այդ Թակեր Կարլսոնին հարցազրույց են տալիս, հետո այս վերջերս, չգիտեմ, հաղորդումներ չեմ նայ արդեն հրապարակվել է թե չէ, այդ արևմտյան բլոգերի է հարցազրույց տալիս Նարեկ Կարապետյանը։ Դե Թակեր Կարլսոնին գործից հանեցին, մնում էս բլոգերի էջը չփակել։ Չէ, շուտ էին հանել։ Այդ հունական ու հոլանդական ինչ-որ ռազմական ընկերության հետ պայմանագիր են ստորագրում, ինչ-որ անկապ թղթեր են ստորագրում, չգիտեմ ինչ թղթեր են ստորագրում, չլինելով դու պետական հիմա տարի պաշտոնը կնա ինչ ուզում ես ստորագրի, չէ՞ օրինակ, եթե դու ով ես որ բան ես ստորագրում պետականի բանակի ստորագրում։ Հա, ինչ, որ ինչ։ Դա բանա չէ, ակնհայտորեն շոու է, դա բանա, նկարի համար է արվում։ Այն Ալիկի հրապարակացին բան էլի, ես դա հրապարակեց ինքնաբուխ նկարը։ Այ ապրես։ Իբր ինքնաբուխ է։ Հիմա իբր լուրջ ենք ժող։ Դրոշները դրած, բասս։ Հա։ Հիմա իրանք դրանով ուզում են ցույց տան, որ այդ ԿՊ-ն, որ ուզում է ասի, որ մենք Ռուսաստանից խրգած ենք, որ Ռուսաստանի հետ ազդեցություններ ունենք, Ռուսաստանի հետ որ արևմուտքը մեր հետ չի աշխատի։ Հա։ Չէ, մենք դες բան չենք ասել, բայց իրանք ուզում են դա ցույց տան, որ ժողովուրդ Սամվել Կարապետյանն էս մարդ է, որ ինքը ուզում է Ռուսաստանի հետ աշխատի, Ռուսաստանի հետ կաշխատի, ուզում է արևմուտքի հետ աշխատի, արևմուտքի հետ կաշխատի, չուզի Ռուսաստանի հետ աշխատի, չի աշխատի։ Իբր տենց էլի։ Բայց բայց դու պատկերացնում ես Սամվել Կարապետյանին չուզել եւ չաշխատելուց։ Հա, Պուտինը ասում ինքը չէ, բայց հիմա ես մի հատ օրինակով բերեմ, որ այդ կապերը ակնհայտ են, էլի։ Այդ դուդի հարցազրույցներից մեկի ընթացքում էլ այս թեմաները չկար, Սամվել Կարապետյան Ռուսաստանում էր, դուդի մեծ հարցազրույց ունի, անունը մոռացա այդ գործարարի։ Նախկին Ռուսաստանում մեծահարուստ գործարար է եղել ժամանակին 90-ականների մեծահարուստ է եղել, որը Մոնակոյում ունի հսկայական դղյակ, ֆրանսիական Մոնակո քաղաքում շատ սիրուն դղյակ ունի։ Հա, ու այդ մարդունն է պատկանել ժամանակին, հետո ծերից խլել են այդ Ռուսաստանում տես բան կա, չէ, ավանդույթ կա խլել կամ ոչ միայն խլել։ Հայաստանում էլ կա։ Նա post-սովետական։ Ամեն դեպքում այդ մարդը սնանկացել է, լավ, եկեք բանա ավելի կոռեկտ արտահայտվենք։ Սնանկացել է այդ մարդը, այդ տունը էլ Իրանը չի։ Ու ինքը հարցազրույցի ժամանակ ասում է, որ այդ տունը, դղյակը պատկանում է Պուտինին, այնտեղ ապրել է Կաբաևան եւ դրա մասին իրեն պատմել են աշխատակիցները, որոնք իր աշխատակիցները մնացել են աշխատել են այդ տանը, հավաքարարներ, ախրանա եւ այլն։ Ասում է Կաբաևային է ապրում, այդտեղ Պուտինի իրական տունը, բայց փաստաթղթերով պատկանում է Սամվել Կարապետյանին։ Այդ դղյակը։ Հիմա Ֆրանսիան սանկցիա դրել է, հիմա Ֆրանսիան սանկցիաների տակ է դրել այդ դղյակը, բայց հիմա ամենակարևորը։ Նարեկ Կարապետյանին հարցնում եմ, ասում պարոն Կարապետյան, Չիգրինսկի։ Այդ Չիգրինսկին ասում է, որ այդ տունը, որը արդեն իրեն չի պատկանում, իրականում պատկանում է Պուտինին, բայց փաստաթղթերով Սամվել Կարապետյանինն է։ Դուք երբևէ այդ տանը մի անգամ կոնե եղել եք եւ արդյոք ճիշտ է ասում Չիգրինսկին, որ տունը թղթերով ծերն է, բայց իրականում պատկանում է Պուտինին, ասում է ամեն ինչ պատասխանում է, ուղիղ հարցի չի ուզում պատասխանել, հետո վերջը ասում է, որ մենք այդ տանը եղել ենք, ասում է, եւ այդ տունը պատկանում է Սամվել Կարապետյանին, ասում եմ օքեյ, բայց այդ դեպքում, պարոն Կարապետյան,
ինչու է այդ տունը գտնվում սանկցիայի տակ, որովհետև դուք հպարտանում եք, որ Սամվել Կարապետյանի ոչ մի ունեցվածք, ոչ մի գույք, որևէ սանկցիայի տակ չի։ Եթե այդ տունը քոնն է, պարոն Կարապետյան, ու դու խնդիր չունես, ինչի են ֆրանսիացիները դրանք դա կալանքի տակ։ Իսկ կարող է, որովհետև ֆրանսիացիներն էլ գիտեն, որ այդ տունը իրականում Պուտինինն է, դրա համար է սանկցիայի տակ է։ Ու եթե տենց է, ապա էլ ինչ գույք, պարոն Կարապետյան, իրականում ձերը չի, բայց ձեր անունով է, էլ որ գույքը, էլ որ գույքն է կամ էլ որ ունեցվածքը, որ հատվածն է, էլի Սամվել Կարապետյան։ Էլ որ հատվածն է, որ կարող է Պուտինը մի հատ սենց անի ու դու էլ չունենաս այդ ունեցվածքը։ Կա տես բան, ես հարց եմ տալիս, կա տես բան։ Հնարավոր է այդպիսի իրավիճակ ու կարող է դու դրանցով սահմանափակված լինելով ինչ որ բաներ Պուտինի ասածով անես օրինակ։ Կարա չէ՞ մեկ տես մտավախություն լինի։ Ասեմ քեզ 90-ականներին երբ որ քանդվում էր սովետական միությունը, այդ ինֆլյացիաների ֆոնին, զավոդների ձեռնարկությունների միանգամից կանգնելու ֆոնին այդ բարդ իրավիճակում այն ժամանակ KGB-ն նայեց, փաստաթղթերը հանել էին, թե որտեղ ինչ հավատարմագրված ներկայացուցիչներ ունեն, Կալուգայի այդ զավոդում էր Սամվել Կարապետյանը մեծ ցեխի պետ էր։ Ու այս մարդկանց մենակ Սամվել Կարապետյանն ինչ է, որտեղ ինչ հավատարմագրված մարդիկ ունեն, այս մարդկանց վրա աֆորմիտ արեցին այդ ամեն ինչը, որովհետև չէր կարա պետականացվեր, չէր ստացվում, դա պետությունը չէր կարա բայ։ Պիտի ինչ որ կերպ մասնավորացվեր, բայց որ չքանդվի էլ լրիվ պետ, թե չէ բանը։ Տնտեսությունը բրծնում էր, տեղից շատ բարդ վիճակ է։ Ու համ իրանք կներեք այս բարի համար կռշավատ էին անում, համ ցույց էին տալիս օֆշորը, որտեղով կարա կապերան, իրանց կապերով, KGB-ի կապերն է այդ եղել, սեփական։ Ու այդ աշխատանքները, որ արվում էր, Սամվել Կարապետյանը այդ կողմից ունի ուղեղ։ Արվում էր առհասարակ ընդունված է եղել, ոչ միայն իրանց մասով, առհասարակ, այնտեղ մի 500,000-ը երևի օյա բացվում։ Ընդունված է եղել, որպեսզի 5-ից 10%-ն է պատկանում քեզ։ Մնացածը FSB-ին է։ FSB-ն է։ Երբ ուզի, ասենք հիմա իր կարողությունը գնահատվում օրինակ 4 միլիարդ, հա, կամ 3 միլիարդ, 4 միլիոն է Իրանը։ Այդ մաքսիմում 10%-ը դա լավ թիվ է։ Ուժեղ թիվ է, ունես ռեկորդային թիվ է։ Շատ է սիրում ուժեղ բառը։ Հա, գիտես, ուրիշ բան է, երբ որ դա կիրառում են մարդիկ, ովքեր իրականում ուժեղ են, ուրիշ բան է, երբ որ մարդիկ թաքնվում են այդ բառերի հետևում։ Օրինակ Ալեն Սիմոնյանի պարագայում էլ իրանք թաքնվում են լուրջ բաներ, կոմպլեքսների հետևում։ Ցանկացած իրավիճակում իրանք ցույց են դնում իրանք կոմպլեքսները։ Գնում նայում ես, այսօր տաքսովարորդի հետ զրուցելով գալիս ենք, ու այդ մեծահորսներից է խոսում, բան ասում եմ, մեծահորս լինելը նորմալ բան է, եթե մարդը Թալանով չի արաստացել։ Հա, Թալանով չի, աշխատացրել է ուղղը։ Ես մենակ հարգանք ու ակնածանք ունեմ դες մարդկանց հանդեպ, որովհետև ինքս բիզնես մտածություն բացարձակ չունեմ։ Եթե մեկը ուզում է, որ իր բիզնեսը շուտ վարի գնա, 3 վայրկյանով կարա վստահ ինձ, որ մինչև 3 հաշվի այդ բիզնեսը չկա էսս։ Ուրեմն փոշի ասնեմ բռած, էլի։ Բայց հա, եղել են ժամանակներ, մենք գիտենք ոնց են ստացել։ Ու այդ պարիսները որ կան, չէ՞, մի 10-15 մետր բան, իմիջայլոց կառավարության նիստին էլ նմանատիպ խոսակցություն գնաց։ Դա հենց իրաց կոմպլեքսներն ու վախերն է ցույց դնում։ Որ մի հատ sense շարենք, հելնենք մի 15 մետր, թաքնվենք։ Ոչ որ պետության սահմանը կանսեր մի բանկով է, էլի։ Կարևորը մենք ապահով լինենք։ Հա, այդ իրանց վախերն ու կոմպլեքսներն են։ Այդ ուժեղ բառն էլ, որ օգտագործում են, իրանք իրանց դուխ տալու համար են օգտագործում։ Հա։ Միգուցե։ Թույլ են իրականում։ Իրականում։ Լավ, այս քաղաքական process-ների մեջ հիմի ազգային ժողովում դու ստիպված ես լինում շատ լրագրող գործընկերների հետ շփվել, կուլիսներում շփում լինում է։ Հա, իհարկե։ Այս թեմաները դրվում, վերցվում են։ Ես աշխատում եմ չմտնել այդ թեմաների մեջ, որովհետև ակնհայտ է, որ յուրաքանչյուր ունի իր դիրքորոշումը ու չի փոխվելու, որովհետև ոչ մեկը չի ուզում ճշմարտությունը իմանալ կամ գիտի։ Չի ուզում առերեսվի։ Հա, իմաստը ո՞ն է խոսանք, եթե դու մնալու ես քո կարծիքին, ես իմաստը ո՞ն է։ Երբեմն քննարկումներ լինում են ինչ որ հարցերի շուրջ, բայց գլոբալ չէ, որովհետև իմաստ չկա։ Հիմա որ պատկերացրու, այստեղ դաշնակ լիներ նստած։ Դու կփորձ ու կամերանով չի նկարվում, որ այսինքն բանավեճ չի, հարցազրույց չի։
շատ երկար բանավիճ ես իր հետ։ Գիտես չէ որ իմաստ չունի։ Գիտես չէ որ ինքը գիտի դու ինչ ես ասում։ Ինքը ասի հիբրիդային պատերազմ օրինակ չկա, դու ասես կա։ Երկար բանավիճ ես հետո որ կա։ Չէ, որտեղ ես որ ինքը գիտի որ կա, բայց ինքը չի ասելու որ կա։ Իմաստ չկա այսինքն։ Այդ տարագայում հիմի Հիմա ոնց որ նույնը բանը Նարեկ Կարապետյանն ասում է որ մենք ինչ կապ ունենք Սերժ Սարգսյանի հետ, նախկինի հետ, մենք նախկին չենք, իմ հայրը ժամանակին բան է ունեցել, ատարածայնություններ է ունեցել հանրապետականի ու իշխող ուժի հետ եւ դուրս է եկել։ Հիմա իրեն բացատրում ես որ եղբայր քո հայրը 2008 թվականի մարտի 1-ից հետո գնացել, դարձել է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը 2008 մարտի 1-ից հետո, եթե ինքը տարածություններ չի ունեցել, էլ ինչի մասն է խոսքը։ Մարտի 1-ի համար նորմ օքեյ է եղել։ Գնացել դարձել աշխատակազմի ղեկավար 2011 թվականին տարածությունների բերումով դուրս է եկել, բայց ում է տարածությունների, գիտես։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի։ Իրանն էր ասում Բոսյակ։ Բա Կարեն Կարապետյանը ճեպազրույց է տալիս դատարանի դեմը, ու ասում է այդ վարչապետը որ Բոսյակ էր ասում, ես մեղմ գնահատեմ իրան, ասում էր Բոսյակ։ Տիգրան Սարգսյանին նկատում էր, այդ ժամանակ Տիգրան Սարգսյանն էր վարչապետը։ Տարածությունները դուրս է գալիս, բայց ուր է դուրս գալիս։ Դառնում է հանրապետականով բան, падգամավոր։ Դա եղավ դուրս գալ։ Հիմա ոնց որ է Civic-ից դուրս գամ, գնան այս օրինակելի են բերել, դառնամ ՔՊ-ով падգամավոր, ասում ես տարածություն ունեի ՔՊ-ի հետ։ Այդպես տարածություն ես տեսել դու։ Ադե գժի դարա ով ինչ ուզում խոսի։ Այսինքն 11-ին դուրս ես գալիս գործից, 12-ին Տաշիր համայնքի մեծամասնականով, հանրապետական ֆրակցիայով դառնում ես բան падգամավոր, հանրապետական ֆրակցիայում ու հանրապետական ֆրակցիայի ղեկավար։ Հիմա ոնց որ Հայկ Կոնջորյանն ասի, որ ՔՊ-ի տարածություն ունի։ Արայք Հարությունյանն ասի, որ ՔՊ-ի տարածություն ունի։ Այդտենց բանով որ նայում ես, պաշտոնը։ Արայք Հարությունյանը աշխատակազմի ղեկավարն է, Հայկ Կոնջորյանը խմբակցության ղեկավար։ Կոնջորյանը խմբակցության ղեկավար, ոնց որ Կարեն Կարապետյանն է եղել, Նարեկ Կարապետյանի հայրը։ 95 թվականից մինչև 2018 թիվը, մինչև հեղափոխության։ Հեղափոխությամբ ենք տուն ճամփել այդ մարդուն, ոնց ասեմ։ Ու այդ մարդը ասում է, ես տարածություններ ունեի գնացել եմ։ Դու չես գնացել, ես ճամփել եմ։ Իրար հետ շատ չեն շփվել։ Նայ, տենց լինում է, չէ՞, որպես կոլեկտիվ ա լինում, ասենք 1-2-ի հետ ավելի լավ արաբերություն։ Դե թիմային տարածություններ ունեցել, բայց այդ մակարդակի։ Իրար տուն չեն գնացել, եկել են մեկի հետ չեն տվել, բայց նույն թիմում են եղել։ Դե իմի շատ տարածում 18 թվականին ճամփել ենք տուն այդ մարդուն մենք քաղաքացիներով դուրս ենք եկել հեղափոխության, այդ մարդուց տիպել ենք տուն գնա, ասում ես տարածություն։ 95 թվականից մինչև 2018 թիվը այս մարդը մեծ հաշվով առանց ընդհատումների եղել է բարձրաստիճան պաշտոնյա, падգամավոր, աշխատակազմի ղեկավար, падգամավոր եւ ֆրակցիայի ղեկավար։ Այդ ոնց դու նախքին չես, այլ նախքինը պոզիվ ոչ։ Ախր նախքին ասածը մենակ ժամանակահատվածին չի վերաբերում, գաղափարաբանական է։ Հիմի տես, օրինակ կներես, որ այս թեմային անդրադառնում եմ, բայց սա ինձ համար որպես կողքից, հա, նայող ու քաղաքացի, ինձ համար դա շատ ցցուն օրինակ է, էլի, նու երկու տենց օրինակ կա, մեկը քեզ է վերաբերվում, մյուսը Աշոտ Փաշինյանին։ Ինչ որ վերցեցին, տարածեցին, իբր բանա, կեղտ էին բռնել վրա, բանա։ Ժողովուրդ օրաթերթ։ Ժողովուրդ օրաթերթ է։ Ուրեմն, ասում առաջ տաքսի ա քշել, հիմա, չէ, առաքիչ ա եղել։ Հիմա եկել է падգամավորի տեխնացու։ Գիտես ոնց էին նկարագրել, որ յանի մից չեն ճանաչում, չեն ասում Civic-ի լրագրողին ասում, ով է նա, նախկին առաքիչը ՔՊ-ի ցուցակում։ Ով է նա, հանցագործ է, էլի։ Հիմա մութ անցյալով ասում է։ Էդի չես առաքել։ Կասկածելի անցյալը։ Ուզում են նենց վերագրեմ, որ այն բարձրագույն կրթություն ունեցող մեկն է, բայց չգիտեմ որ առաքիչի աշխատանքի համար բարձրագույն կրթություն է պահանջվում։ Ես բան չեմ առաքել, այն որ Yandex ուտելիք շաուրմա չեմ առաքել։ Խանութներով են հիմա ուրիշ բան է կոչվում, դա կոչվում շուկայի զարգացման պատասխանատու։ Հիմա տենց բրենդային անում։ Այն վաղ մենք առաքիչ էինք ասում այդ պաշտոնին, հիմա ես առաքիչ։ Հիմա իրանք անենց են ներկայացնում, որ պապուծի մեկը եկեն գելա տենց ինչ-որ Հա, բայց գիտես տեղ ինչ նախնդիր է ինձ համար, ինչն է ուշադրությունս գրավում։ Հենց հիմի Նարեկ Կարապետյանը ասում է 300,000 աշխատատեղ են բացելու։ Այսինքն, նու բնական է, չէ՞, մինիստրների աշխատատեղ չի բացելու կամ չգիտեմ։ Աշխատատեղ էր, հա, գործարանում աշխատելու են մարդիկ, բան որի կարգավիճակում։ Մթերման կայան, գործարան, տենց։ Ընդ որում սրանք էլ լիքը խնդիր։ Այսինքն իրանք հեքիաթներ են իրականում։ Հա, այդ հեքիաթը 300,000 թվի հետ կապված, դա ոչ միայն թվի, հա։ Հա, հասկանալի է, կամ թեկուզ գործարաններ բացելու հետ կապված, բայց
գաղափարական իմաստով նա ինչա Ժողովուրդ ջան ձեզ ասում են որ գալու ենք բացենք մութ անցյալների գործակալություններ ու բայց ոչ ձեր սերունդները պիտի իրավունք չունենան կյանքում պրոգրես ապրելու, որովհետև դուք այն մութ անցյալովը պիտի լինեք։ Այո, դա ձեր մութ ներկաները, որը հետո այդ կորձից դուրս եկակ դառնում է մութ անցյալ։ 300,000 մարդու, չէ, լավ, արի տարածքով վերցեք, մոտավորապես 300,000 քառակուսի մետր, եթե գցենք մետրը մի մարդ կանգնած լինի, իրանք բանա, տենց սև անցք են, էլի։ Սև խոռոչ են։ Հայաստանի Հանրապետություն պատկերացնում։ Աբսուրդ է, էլի։ Ասենք նույնը իր հայրը։ Նայր իր գործարանի աշխատողները համբալ։ Համբալ ու ներողություն չի խնդրել։ Ես բան եմ անում, որ կոպլեման համբալը աշխատող։ Ներողություն չեն ասում։ Բայց հիմա շատ ուժեղ դատապարտում են։ Ես ինչ եք խոսում, ես ինչ եք անում։ Հիմա կոռեկտությունից են խոսում, քաղաքացուն հարգելուց եւ այլն։ Բայց իրենք էլ են մի քիչ ագրեսիվացել այս վերջերս։ Գիտես ոնց են անում, ես տակտիկան եմ նկատել, իրենք sense բաժանել են, էլի, այս մեկը կոռեկտն ենք, այս մեկը sense լեկտին։ Պլախոյի խարոշի պոլիցեյսկի։ Այն որ մի ցևով Նարեկ Կարապետյանի դեմքով ինքնին ցեցին պուշիստի բաներն են, էլի որ հարգելի պարոն վարչապետ, պարոն վարչապետով են դիմում, կառավարող։ Այս մյուս թեւը մի հատ կա, որ բանը լեկտիության կագատնակետն է, այլ տենց շատ սադրիչ, հա, խոսույթով, որ ուզես արձագանքես այդ մարդուն։ Հիմա մենք ո՞նց ենք անում, մենք այդ խաղեր չենք տալիս մենք ժողովրդի հետ։ Բանկա ասում ենք չենք բաժանում, այ դու կլնես լավը, այ դու կլնես վատը, այ դու պատասխանողն ես, այ դու պուշիստին ես։ Չկա մեր մոտ այս բաները, մարդկանց հետ խաղերի մեջ հիշեցի Արփի Հովանեսյանի գրառումներից մեկը ինչա Աշոտյանը բաներ է արել, որ ասել էր դերաբաշխումը։ Հիշում ես, տես ինչ որ մի բաներ։ Տելեգրամյան կանալում շփվելուց էին եղել, ինչ էին եղել, դերաբաշխում, բան իբր։ Դա դերաբաշխում են անում։ Այն իր գործն անում, դու մի խառնվի, իբր էնի տենց սրողն է։ Հա, հիշեցի։ Հիշեցի, հա։ Բա իրանք որոշել են, որ իրանք տենց լուրջ, ահա, կարող է դրա համար են մտածում, որ իրանք ուժեղ են։ Իրանք որոշել են, որ ստրատեգիա են մտածել, դες շախմատի պարտքով վերցել են Սերժից, բանը։ Սերժի Քոչանից են վերցել։ Չէ, Սերժի բանը, շախմատի դոսկը Սերժից են վերցել։ Բայց այդ ուժեղ Հայաստան լոզունգը Քոչանից են վերցել։ Մեկին մեկ։ Ուժեղ Հայաստան։ Մնաց այսքան օր։ Մնաց հետ հաշվարկի Քոչանից են։ Լսի, ախ իրանք չգիտեն։ Ժամանակին այդ Քոչանը որ անում էր, իրանք Հայաստանով չէին հետաքրքրվում։ Հայաստանը չէին ուզում փրկեին, իրանք կալուգաներում փող էին աշխատում, ինչ որ 10 կեքի մեջ էին կներկելի այս բարի համար, եւ ճամփեցին այս մարդկանց եկան ընկան 0-ից Խաբաչեն ինչ ա եղել, Խաբաչեն որ այս նույն ինչ ասում են, պիտի քաղ տեխնոլոգները, սրանք այս նույն ապրանքը մի անգամ արդեն 21-ին ծախել են Քոչանի վրա, հիմա եկել են ասում են շատ քաղ տեխնոլոգիա է, պետք է ասեն կա պատրաստիկ, այն տանք մեկ ինչ գիտեն սրանք։ Դարակից օգտագործած սցենարը ոչինչ, մի անգամ է թողեսի։ Կավայրի վրա աշխատի։ Չէ։ Անհրաժեշտ է զբաղված է դից ծախել։ Նրանք չեն ուզում որ աշխատի, որ աշխատեց։ Էլ չեն գործ չեն ունենալու։ Բայց այս մյուս ընտրություններին է գործ կունենան, այն մյուսին մեկին դեսով են տես փաստաբանները։ Փաստաբանները չեն գնում բանը քպային ընտրում, որովհետև եթե հանգարց ընդդիմությունը հաղթեց ընտրություններում Էլ այս մարդիկ ում են տես միլիոններով փաստաբանություն անելու։ Էլով է դատվելու, որ էլով է միլիոնատեր լինելու դատվող, որ փող տա փաստաբան վարձի։ Հիմա թող Նիկոլը, թող ԿՊ-ն ընտրվեն, որ մենք ախպեր ջան, հա գործ ունենանք։ Հա։ Լավ, արի քանի որ ժամանակը sense արդեն սուղ է դառնում, բայց մի հատ sense հարցի անդրադառնանք։ Քաղաքացիական պայմանագրի համար քանի որ քաղաքացիական պայմանագիրը ինքը բավականին ժողովրդավար ուժ է։ Ես ներսից գիտեմ, դա ու շատ բարձր եմ դա գնահատում, անկախ իմ օրվա առօրյայից էլի։ Ու ինքը համոզել է ոնց որ ժողովրդին, նու դրական իմաստով համոզել բառը, որ ինքը ժողովրդի իշխանությունն է։ Այ ընդդիմադիր դաշտում իմ կարծիքով անհրաժեշտություն կա ժողովրդի ընդդիմություն ձևավորելու, որովհետև այս ռուսամետ ուժերը ժողովրդի հետ կապ չունեն, սրանք սխեմաներ են բերած դրած, պալատաներ են իրանք, էլի, այդպես ընդ որում շատ բան են, հին տրանսֆորմատոր շպիլկով բանով, հա, ֆլոպի։ Այ դաշտում ձեր համար իրական մրցակից
իրական Հայաստանի իրական մրցակից։ Որ ուժերը կարող են լինել ըստ քեզ։ Եթե ժողովրդավար ուժի դեմ են ժողովրդավար ուժեր կանգնի, բան էլի ավելի պապից ավելի կաթոլիկ։ Ինչքանով ձեր ուշադրությունը կսևրեք, թե էլի արհեստականորեն կշարունակեք Նարեկ Կարապետյանին փչել։ Հա, նայի։ Այդ քննադատությունը շատ կա, նաև հենց այդ ժողովրդավար ուժերի կողմից, որ դուք ձեզ ընդդիմություն եք սարքում Քոչանին, ձեզ ընդդիմություն եք սարքում Սամվել Կարապետյանին, Պողոսին, Պետրոսին, բայց կներեք էլի, այդ քննադատությունը ես չեմ ընդունում, որովհետև տես 0-ից սոց հարցում ենք իրականացնում։ Ցանկացած IRI անցկացրած սորց հարցումը, որ մենք չենք պատվիրել, ընդդիմությունը չպատվիրել, IRI միջազգային հեղինակավոր ընկերությունը։ Հիմա այդ ընկերության անցկացրած սորց հարցումները ցույց են տալիս, թե ով ինչքան վարկանիշ ունի։ Ցավոք սրտի, այդ ժողովրդավար ուժերը չունեն այնքան բավարար վարկանիշ, ռեսուրս, որպեսզի կարողանան դառնալ մեր համար բան խոցելի մրցակից։ Իրանք էլի մրցակից են մեր համար, որովհետև մենք իրենք ուղիղ մեր ցենեն են տանում, ուղիղ։ Եթե օրինակ Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչյանը տանում է հիմնականում մեզ երբեք քվեարկել չպատրաստվող մարդկանց քվեները, որ մենք ուղղակի շանս չունենք իրենցից քվես տանելու օրինակ։ Շատ քիչ մասով չկոմնորոշված մասայից այն կարող է տանել, որ մենք պայքար ենք այդ ցայների համար։ Բայց մյուս ժողովրդավար ուժերը ուղիղ մեր ցայներն են տանում, չէ՞, բայց ես էլ այդտեղ համաձայն չեմ։ Ոչ թե իրենք են տանում ձեր ձայները, այլ իմ կարծիքով դուք դեռ չեք կանգնել ձեր ձայներին ու այդ ձայները մնացել են։ Համաձայն նկատի ունեմ, պայքարը նույն ընտրազանգվածի համար է, մեր ու այդ ժողովրդավար ուժերի, երկու ժողովրդավար ուժերի պայքարը համարյա նույն ընտրազանգվածի համար է, չէ՞։ Բայց միևնույնն է, դա այնքան չի, որ մենք կենտրոնանանք, ասենք, գիտեք, մենք անտեսում ենք մեզ ուղղված հարվածները, որոնք հասցնում են այս ուժերը, չենք արձագանքում այլևս, քո ասածի նման չենք փչում այս փուչիկը, անտեսում ենք ինչ ուզում են ասեն, ու մենք կենտրոնանում ենք ժողովրդավար ուժերի վրա, որովհետև դու գիտես, այդ տեխնոլոգիան ոնց է։ Եվ որ դու չես պատասխանում, ասում են թալանչի ես չես պատասխանում, ասում են կոռուպցիա, ասում են սրանք որ չեն արձագանքում, ուրեմն մի բան կա։ Մենք սկզբից կներից մի ավարտում եմ։ Մենք սկզբից չէին կանադառնում սրանց տնտեսական ծրագրերին, որ սա հեքիաթ է, որ սա փուչիկ է, որ սա բան է, օլիգարխիայի վերականգնում է։ Հետո մեկ էլ հանկարծ ամենաբարձր մակարդակով։ Որ սա բան է, անուն ինչ է, հերթական sense սոցիալիստական ուղղվածության, սոցիալիստական չէ, բան այն այդպես օլիգարխիկ նոր բաների ստեղծման նախադրյալներ են։ Հիմա ճոգեցինք, որ չէ, մարդիկ մտածում են, որ սրանք թույն առաջարկ են անում, մենք էլ տենց ասելիք չունենք դրա համար չենք արձագանքում, բայց ժողով չեն տես։ Բայց ողջան, տես, մեկը ես մի հարցում ես ամբողջ որոշ դիտարկումներ կընդունեմ, բայց ամբողջովին չեմ համաձայնում, որովհետև ով քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չի եկել քաղաքական process-ների արդյունքում, նա եկել է քաղաքացիական process-ների արդյունքում։ Այո, կազմակերպիչն էլ է ինքը եղել, շատ դեպքերում ինքն է կազմակերպվել են, հանրությունը դուրս եկել։ Այսինքն գաղափարական փոփոխությունների, լրջագույն փոփոխությունների ակնկալիք է եղել եւ ոչ միայն այդ դաշտում։ Առհասարակ, այսինքն քաղաքացին, որ դուրս է եկել, ապրես այդ հեղափոխության, որ դուրս է եկել, ոչ թե ինքը մերժել է միայն այդ ժամանակվա իշխանություններին, ովքեր զավթել են, այլ ինքը առհասարակ մերժել է համակարգը։ Ընդդիմությանն էլ հետ է։ Մենք չենք ուզում սենց լինի, մենք չենք ուզում սենց բախումները մյուս։ Հիմա նայ, հա, բայց աշխարհում երբ որ դիտում ես հեղափոխություն։ Բայց այդ դաշտը պետքա կառուցել, նոր գնալ արդեն բնականաբար քաղաքական։ Հիմա դες որ ասում եմ, էս էլ է բաներ, հեղափոխությունը չի լինում։ Ռեժիսորից ինֆարկտ ստանում։ Հիմա հեղափոխությունը որ ասում ենք, չի լինում 2018 թվականի ապրիլի 23-ին հեղափոխությունն ավարտվեց, չէ։ Հեղափոխությունը այդ օրը կարելի ասել սկսեց, որովհետև հիմա մենք այդ նամանավանդ մենք ծանր process-ներ ծանր process։ Ու հիմա ինձ թվում է, որ 26 թվականից ընտրություններից հետո, երբ որ մենք եւս մեկ անգամ էս նախկին այդ համակարգը լցնենք աղբա վայր տանենք։ Այսինքն ավելի շատ կկարողանանք ուշադրության կենտրոնում պայել բուն եւ ունենանք հաստատված խաղաղություն, այսինքն այդ արտաքին այդ մարտահրավերները անընդհատ չլինեն։ Ինձ թվում է արդեն կկարողանանք կենտրոնանալ թե ներքին խնդիրների վրա, թե համակարգերը, որովհետեւ մենք ահագին աշխատանք ենք արել այդ ուղղությամբ։ Հիմա եկել է պտուղները քաղելու ժամանակը։ Դες շատ կան քննադատություններ։ Պտուղները քաղելու, թվում է դեռ նոր ծլում են դրանք։ Չէ, տես տպավորություն։ Չէ, նայած որ համ, օրինակ դատաիրավականում հա
Դա իրավականում կարծում եմ ցավ է։ Բայց նայ, տես քննադատությունը վերջում ավարտում եմ։ Քննադատությունը ո՞րն է, որ ասում են գույքը չվերադարձրեցիք, չէ։ 2022 թվականից նոր, քանի որ օրենքը գրում էինք, օրենքը մտավուժի մեջ եւ այլն, դա process էր։ 22 թվականից հետո նոր սկսվել է ուսումնասիրությունները, 23-ից հետո նոր կարծեմ մտել է դատարաններ, այսինքն ընդամենը 2-3 տարի է անցել ու այդ process-ը հիմա ուզում եմ ասել 18-ից չի սկսվել process-ը, 22-23-ից է սկսվել, բաներ կան, որ ավելի ուշ են սկսվել օբյեկտիվ պատճառներով։ Բաներ կան սուբյեկտիվ, այո, բայց կարծում եմ 26 ընտրությունից հետո մենք լրիվ այլ իրավիճակ կտեսնենք նաև ներքաղաքական իմաստով, որտեղ այդ արտաքին մարտահրավերները չեն լինի, այս ընդդիմությունը արդեն մինչև քոքը մաշված կլինի։ Հանրապետական այնա չի մասնակցում ընտրություններին կարծես թե։ Ձեները դուրս չի գալիս։ Դե Թաթոյանով են, ու Կիսովչակ Նարեկը բոլոր կողմերից ունի։ Դե իմ կարծիքով ստացվեց մեր երկխոսությունը, շփումը, ազատ շփումը, ասենց ասեմ, որովհետեւ շատ դեպքերում մեր հետևորդները կարծում են հարցազրույց է, բայց հարցազրույցը Արոն Կիրակոսյանն է։ Ինչ անենք, հույս հայտնենք, որ առաջիկայում էլի կհամենաս։ Իհարկե։ Եթերում ազատ շփումներ կհանդիպենք։